Հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովի մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 3-ին 4-ին Ուզբեկստանի քաղաք Սամարկանդում, եւ սա շատ կարևոր միջոցառում էր, իրադարձություններ, իր կարևոր հետևանքները ունի, որոշումները, որի մասին ես կարծում եմ անպայման մենք պետք է խոսենք եւ ամփոփենք հատկապես այն, ինչ այսօր ակտիվ քննարկվում է նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում, ինչից որ դժգոհ են Ադրբեջանը եւ Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ Եվրոպական միության այս գագաթնաժողովի հետևանքում։ Առաջի հերթին, սիրելի հայրենակիցներ, անպայման լայքեք այս վերլուծությունը, հենց դիտելու ժամանակ դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաև բաժանորդագրվեք, դրեք զանգակը, ուրեմն գրեք ձեր մեկնաբանությունները եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված կրիպտո արժույթների հասցեների շնորհիվ։ Անցնենք վերլուծության։ Ապրիլի 3-ին 4-ին տեղի ունեցավ հանդիպում, որում մի կողմից մասնակցում էր Եվրոպական միությունը եւ մյուս կողմից մասնակցում էին ուրեմն Կենտրոնական Ասիայի 5 պետություններ՝ Կազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղստանը եւ Տաջիկստանը։ Պետք է նշել հատկապես, որ այստեղ կարևոր է այն փաստը, որ 4 պետությունը այստեղից Թուրքական միության կամ թուրքական պետությունների կազմակերպության անդամներ են՝ Կազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ղրղստանը։ Միայն Տաջիկստանն է, որը իրանական ծագումի ժողովուրդ է եւ իրանք այդ կազմակերպության մաս չեն։ Եվրոպական միության անունից այդտեղ մասնակցում էին Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երկու նախագահը Եվրոպական միության եւ իրենց ուրեմն համապատասխանող նախագահները եւ բարձրպաշտոնյաները Կենտրոնական Ասիայից։ Եվ սրանից հետո սկսվեց, կարելի ասել, արդեն ռազմավարական հարաբերություններ Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Մենք հիմա կուսումնասիրենք ոլորտները, որտեղ որ առաջընթաց ունեցան։ Առաջի հերթին պաշտոնական կնքվեց ռազմավարական հարաբերություններ, ուրեմն Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի միջև, որի նպատակն է համատեղ շահերը եւ տարածաշրջանային կայունությունը։ Երկրորդ գլխավոր ուղղությունը դա ուրեմն առևտուրն է եւ ներդրումները։ Եվրոպական միությունը լինելով երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկեր Կենտրոնական Ասիայի եւ ամենագլխավոր ներդրող անողը, առաջինը առևտրի առումով իհարկե Չինաստանն է այդտեղ, դա ուրեմն հայտարարել է $12 միլիոն նոր ներդրումների փաթեթ Կենտրոնական Ասիայում, որը ուրեմն լինելու է, վերաբերվելու է ինչպես ենթակառուցվածքների, այդպես էլ էներգետիկայի, թվային համակարգների եւ այն միներալների եւ մեթալների, որի մասին Դոնալդ Թրամփը շատ ակտիվ խոսում է, որոնք մեծ քանակով նաեւ գտնվում են Ղազախստանում, ինչը շատ կարեւոր է։ Բացի դրանից ակտիվ քննարկում է գնում նաեւ տրանսկասպյան ուղու մասին, ճանապարհի մասին կամ միջանցքի մասին, որը պետք է ներառի հենց Կենտրոնական Ասիան եւ այդտեղի շնորհիվ կապը հաստատվի Չինաստանի եւ Եվրոպական միության միջև եւ իհարկե նաեւ քննարկում էին կանաչ էներգիայի մասին տարբեր ուղղություններ, որովհետեւ հնարավորություն կա, որ Կասպիաց ծովով եւ Սև ծովով ստեղծվի ուրեմն կանաչ էներգիայի մատակարարման ուղի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական միություն, չմոռանանք, որ Կենտրոնական Ասիայում արևային օրերը եւ հնարավորությունները արևի օգտագործման շատ բարձր են եւ կա նաեւ քամու օգտագործման հնարավորություն, ուստի սա կարա լինի լավ ուղղություն այն առումով, որ Եվրոպական միությունը ներմուծի այդտեղից կանաչ էլեկտրոէներգիա։ Բացի դրանից քննարկվել են անվտանգության հարցերը եւ կարելի ասել, որ առաջնորդները Եվրոմիության եւ Կենտրոնական Ասիայի քննարկել են կիբերանվտանգության, հակատերորիստական, սահմանների անվտանգության, մարդկանց տրաֆիկինգի եւ ուրիշ անվտանգային հարցեր, քննարկել են Աֆղանստանի իրավիճակը եւ Ուկրաինայի իրավիճակը,
եւ դա շատ կարեւոր է, հատկապես Աֆղանստանը, որը տարածաշրջանին Կենտրոնական Ասիային մոտ է եւ որտեղ որ թալիբների իշխանություն գալուց հետո իրավիճակը մնում է այո, ոչ այդքան կայուն եւ կան խնդիրներ այդ առումով, կան վտանգներ։ Բացի դրանից պետք է նաև նշել, սիրելի հայրենակիցներ, որ քննարկվել են կլիմայի ուղղությունով կարևոր հարցեր եւ Փարիզի կլիմայական հռչակագրի հանդեպ լիովին աջակցություն են հայտարարել Կենտրոնական Ասիայի պետությունները, քննարկվել են Արալի ծովի ուրեմն շուրջ ստեղծված կլիմայական եւ ուրիշ ուրեմն էկոլոգիական իրավիճակը այդտեղ, ինչը շատ կարևոր է, եւ քննարկել են նաեւ մարդու իրավունքները եւ հասարակական կառույցների աջակցությունը, եվրոպական կառույցները փորձել են նախաձեռնել եւ ակտիվ առաջ տանել այն հարցը, որը վերաբերվում էր ուրեմն մարդու իրավունքների պաշտպանմանը։ Եվ այս համատեքստում ամենակարևորը պետք է ասել, որ նաև քննարկվել է այս գագաթնաժողովի ընթացքում այն հռչակագրում, որը ընդունվել է, այդտեղ նշված է եւ սա շատ կարեւոր է ընդգծել ՄԱԿ-ի բանաձևները, որոնք վերաբերվում են ուրեմն Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությանը, որտեղ որ Թուրքիան նշված է ինչպես Հյուսիսային Կիպրոսի տարածքի օկուպանտ, զավթիչ, եւ որտեղ որ ՄԱԿ-ի այդ բանաձևերով պաշտպանված է Կիպրոսի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ հռչակագիրը, որը ընդունվեց Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի պետությունների միջև, դարել է լուրջ խնդիր արդեն եւ լուրջ արձագանք ունի Ադրբեջանում եւ Թուրքիայում, որովհետև շատ դժգոհ են Ադրբեջանում եւ Թուրքիայում այն փաստով, որ Կենտրոնական Ասիայի պետությունները հատկապես խոսքը գնում այդտեղ նշում են ադրբեջանցիք հատկապես դրա մասին հստակ նշում են, որ թուրքական պետությունների հետ, 4 թուրքական պետության հետ, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան, Եվրոմիությունը փորձում է աշխատել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։ Եվ սա շատ հետաքրքիր է, որովհետև իրականում այդտեղ մենք տեսնում ենք, որ ստեղծվում են քայլեր, որ Կենտրոնական Ասիայի 4 պետությունը առաջերտին առանձին, բացի Թուրքիայից, առանց Թուրքիա եւ առանց Ադրբեջան, կապնվեն Եվրոպական միության հետ։ Երկրորդը այն է, որ Եվրոպական միությունը փորձում է այնպես անել, որ Թուրքական միությունում նաև լինեն տարբեր մոտեցումներ եւ կարծիքներ եւ հատկապես Կենտրոնական Ասիայի պետությունները չգնան Հյուսիսային Կիպրոսի այդպես կոչված Թուրքական Հանրապետության ճանաչման ճանապարհով։ Հիմա Ադրբեջանը ինչու է դժգոհ, որովհետեւ Ադրբեջանը հստակ ասում է, որ պատրաստվում է նրա համար, որ ճանաչեն Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության այդպես կոչված անկախությունը։ Եվ այդ ճանաչումը նաև տեղի է ունենում այն առումով, որ առաջերտին պատվիրակություն կա Բաքվում Թուրքական Կիպրոսի այդ հանրապետության, բայց դեռ դիվանագիտական հարաբերություններ չկան, միայն Թուրքիան է ճանաչե ամբողջությամբ, բայց ադրբեջանական ԶԼՄ-ները, մամուլը, տարբեր լրագրողները, տարբեր վերլուծաբանները ասում են, որ Ադրբեջանը պատրաստվում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի այդպես կոչված անկախությունը եւ բացի դրանից, որ Կենտրոնական Ասիայի պետությունները դեմ են դուրս եկել հիմա այդ ուրեմն հռչակագիրը ստորագրելով աջակցում են Կիպրոսի տարածքային ամբողջականությանը, ինչով դեմ են թուրքական օկուպացիային հյուսիսային տարածքի, Ադրբեջանը ասում է, որ այս տարի, երբ հոկտեմբերին տեղի է ունենալու թուրքական միության գագաթնաժողովը Ադրբեջանում, եւ Ադրբեջանը պլանավորում է, որ գագաթնաժողովը տեղի ունենա Լաչին քաղաքում, Հայաստանի սահմանի վրա, կարելի ասել, դա շատ կարևոր է նաև նշել, ադրբեջանցիք նախորոք ասում են, որ այդտեղ լինելու է նաև Հյուսիսային Կիպրոսի այդպես կոչված նախագահ Թաթարը, իր ազգանունն է սա։ Եվ
կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները ստիպված կլինեն իր կողքը լինեն եւ իրեն աջակցեն եւ սրանով ճանաչեն իրեն ինչպես սուբյեկտ, ինչը նաեւ նշանակում է, որ սրանով կխախտվի Եվրոպական միության հետ այս կարևոր փաստաթուղթը։ Բացի դրանից Բաքվում եւ Անկարայում խոսում են դավաճանության մասին, որ կենտրոնական Ասիան սրանով թուրքական ընդհանուր շահերնադավաճան է։ Սա էլ շատ հետաքրքիր է նշել։ Եվ էլի մեկ կարևոր ուղղություն կա։ Ադրբեջանը ասում է, որ ոնց է համագործակցելու Եվրոպական միությունը եւ կենտրոնական Ասիան առանց Ադրբեջան։ Ռուսաստանի ուղին փակ է, Իրանի ուղին փակ է։ Իրանի հետ շատ լարված իրավիճակ է, պատերազմային իրավիճակ է, Ռուսաստանի հետ պատերազմ արդեն գնում է Ուկրաինայի ուրեմն ուղղությունով Ռուսաստանի հարձակումների հետևանքում։ Ուստի միայն Ադրբեջանն է մնում, որը կապում է Եվրոպական միությունը կամ Արևմուտքը ընդհանուր առումով կենտրոնական Ասիայի հետ կամ Արևելքի հետ։ Եվ Ադրբեջանը փորձում է ասել, որ միայն իր ճանապարհով սա տեղի կունենա, բայց այստեղ նաև մտնում է շատ կարևոր թեզ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Կոշտան այդ գագաթնաժողովի ժամանակ բարձրաձայնել են մեկ կարևոր հարց, որ Հայաստանի տարածքով պետք է սահմանները բացվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ մատակարարումները պետք է տեղի ունենան Թուրքիա-Հայաստան ուրեմն Ադրբեջան գծով։ Նկատի ունեմ Եվրոպական միություն, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, կենտրոնական Ասիա։ Վրաստանի գիծը այս պահին ամենակարևորը չի Եվրոպական միության համար եւ ադրբեջանցիք շատ դժգոհ են սրանով, բայց Վրաստանում արձագանք իհարկե լուրջ չկա սրան, իշխանությունների կողմից միայն կա։ Հիմա նշեմ, ինչ նկատի ունեմ, Եվրոպական միությունը այսօր շատ բարդ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, որովհետեւ Վրաստանը շեղվել է ժողովրդավարությունից, շեղվել է եվրոպական ինտեգրացումից եւ Եվրոպական միության համար այսօր Վրաստանի հետ հարաբերություններ զարգացնելը չի ստացվում, որովհետև իշխանությունում ուժ է, որին իրանք չեն ճանաչում ինչպես լեգիտիմ իշխանություն։ Դա փաստ է։ Եվ այս իրավիճակում Ադրբեջանը ասում է, որ Հայաստանի հետ սահմանները չի բացվի, Եվրոպական միության այս ցանկությունը, որ Հայաստանի հետ սահմանները բացվի, չի լինի, եւ դրա փոխարեն սահմանները պետք է շարունակվեն տրանզիտը, այս կապը պետք է լինի կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան եւ Եվրոպական միություն ուղղով եւ ուղղությունով եւ կարեւոր է այն, որ Ադրբեջանը փորձում է հիմա լեգիտիմացնել Վրաստանի իշխանությունը։ Ադրբեջանը ասում է, որ Եվրոպական միությունը պետք է ձևավորի լավ հարաբերություններ Բիձինա Իվանիշվիլու ռեժիմի հետ, այսօրվա գործող իշխանությունների հետ, ուստի դրանով ուրեմն ճանաչի այսօրվա ռեժիմը եւ դրանով Վրաստանի եվրոպական ինտեգրացումը փակվի։ Սրա մասին մենք խոսել ենք, Իլհամ Ալիևը վերջերս ինչ հայտարարություններ է արել Վրաստանի մասով հակաեվրոպական եւ Եվրոպական միության անդամակցության դեմ, նույն այդ թեզերը շարունակվում են եւ փաստորեն Ադրբեջանը փորձում է եւ փորձելու է օգտագործել իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական հնարավորությունները դերը նաև նրա համար, որ աջակցի Բիձինա Իվանիշվիլուն եւ այստեղ ռուսական ռեժիմին, այլ ոչ թե եվրոպական ուղուն, բացահայտ հասկանալի է ինչու են իրանք աջակցում իշխանությանը, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերին եւ ընդդիմադիր ուժերի դեմ են, որոնք արևմուտքի կողմնակից են եւ որոնք Եվրոպական միության անդամակցության կողմնակից են։ Ուստի սիրելի հայրենակիցներ, Եվրոպական միությունը շատ կարևոր քայլ արեց դեպի կենտրոնական Ասիա, դեպի թուրքական միությունում եւ թուրքական միությունում իր ազդեցությունը կարողացավ ճիշտ ձևով մտցնել եւ կարելի ասել, որ Կիպրոսի հարցը շատ հետաքրքիր էր, որ այս առումով ներկայացրեց։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այս 4 կենտրոնական Ասիայի հետ պետության հետ հարաբերությունների առումով անելիք ունի, իսկ Վրաստանը իհարկե պետք է վերադառնա արդեն ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում եւ ժողովրդավարության վերականգնման դեպքում Վրաստանը եւ Հայաստանը միասնական եւ եվրոպական միության անդամ դառնան, այդ դեպքում Ադրբեջանը չի ունենա այլ ընտրանք եւ կենտրոնական Ասիան, որ դեպի Թուրքիա եւ դեպի Եվրոմիություն արևմուտքը անցնի Վրաստան-Հայաստանով կամ Հայաստանով կամ երկուսով, բայց երկուսն էլ լինելով Եվրոպական միության տարածք։ Սա շատ հետաքրքիր եւ կարեւոր ձևաչափ է եւ կարեւոր մոտեցում է։
Ուստի կարծում եմ շատ հետաքրքիր զարգացում էր այս առումով, սիրելի հայրենակիցներ, անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է եւ շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Կհանդիպենք։